Բարև ձեզ, այսօր տեսակապով կզրուցեմ Էստոնիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Փիրուզա Հարությունյանի հետ։ Տիկին Հարությունյան, շնորհակալ եմ, որ միացել եք մեզ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Տիկին Հարությունյան, շուտով Էստոնիայի մայրաքաղաք Տալինում կանցկացվի հայկական արտադրանքի ցուցահանդես։ Ինչու եւ ինչպես որոշվեց, որ նման ցուցահանդես կազմակերպվի։ Նախ եւ առաջ նշեմ, որ շատ արագ որոշվեց, մոտ 2 շաբաթ առաջ, երբ որ Հայաստանում տեղի էին ունենում ընտրությունները եւ ընտրությունների հետ կապված ընտրությունների շուրջ տեղի ունեցած իրավիճակները բավականին լավ տեսանելիություն ունեցան Էստոնիայում եւ արձագանք ստացան էստոնացիների կողմից։ Ես շփվելով տարբեր էստոնացի դիվանագետների հետ, քննարկելով տարբեր հնարավորություններ, ոնց կարող է Էստոնիան աջակցի Հայաստանին, առաջարկեցի կազմակերպել այսպիսի ցուցահանդես, որտեղ որ կկարողանանք ներկայացնենք հայ արտադրողների ապրանքները եւ նաեւ ծառայությունները Էստոնիայի շուկայում։ Եվ ինչ նպատակ է ունենալու ցուցահանդեսը, քանի արտադրող է օրինակ հնարավորություն ունենալու մասնակցելու, ինչ ձևաչափով։ Ձևաչափը, այսպես ասած, B2B, B2C ձևաչափ է, համ սպառողներին ենք ներկայացնելու, համ բիզնեսներին, ձեռնարկություններին։ Այս պահի դրությամբ հաշվի առնելով շատ սեղմ ժամկետները, 40-ից 60 արտադրող է մասնակցելու, միգուցե ավել, որովհետև ամեն օր այդ ցանկը լրացվում է նոր ընկերություններով Հայաստանից, եւ այն ապրանքները, որոնք որ արդեն կամ որոնք որ հնարավոր է բավական մեծ ծավալով կամ բերել Էստոնիա, դրանք կներկայացվեն եւ կվաճառվեն նաեւ էստոնացի սպառողներին եւ այն ապրանքները, որոնք որ կամ լոգիստիկ, կամ լիցենզավորման խնդիրների պատճառով դժվար կլինի մոտ 2 շաբաթվա մեջ հասցնել Էստոնիա, բերում ենք նմուշները, մեր համայնքի ներկայացուցիչներն են աջակցվում այդ հարցով եւ ներկայացնելու ենք արդեն նմուշների հիման վրա։ Եվ կներկայացնենք համ Էստոնիայի գործարարին հայ ապրանքները եւ նաեւ սպառողներին, ինչը որ հնարավորություն կտա նաեւ նույն գործարարներին տեսնել, նկատել ինչն է ավելի հետաքրքիր սպառողներին եւ ինչն է հետաքրքրություն առաջացնում եւ կարծում եմ դա շատ կարեւոր է։ Հիմնական նպատակը հայկական ապրանքների ներկայացնելն է Էստոնիայում, որովհետեւ այս պահի դրությամբ շատ քիչ են ներկայացված, քիչ ճանաչելիություն ունեն, բայց միևնույն ժամանակ մենք տեսնում ենք մեծ հետաքրքրություն Էստոնիայի եւ էստոնացիների կողմից աջակցել հայերին։ Պետք է դա ինչ-որ մի ձև օգնենք, որ տեղի ունենա։ Գիտեմ, որ ավելի քան 3000 այցելու է ունենալու ցուցահանդեսը, այդպիսի ակնկալիքներ կան, ովքեր են լինելու հիմնական թիրախային խմբերը եւ ինչ գործարար շրջանակներից են մասնակցելու, արդյոք նրանք լինելու են միայն Էստոնիայից, թե Բալթյան տարածաշրջանից են գալու։ 3000-ը իրականում Էստոնիայի համար լուրջ թիվ է եւ այդ թվին մենք հասել ենք 6 տարվա աշխատանքների արդյունքում։ Այդ նույն վայրում մենք կազմակերպել ենք բազմիցս հայկական ուտելիքների եւ մշակույթի փառատոններ եւ 3000-ը դա ուղղակի ակնկալիք չէ, դա ռեալ մասնակիցների թիվն է, որ մեր միջոցառումները ունենում են։ Էստոնացիները սիրում են այդ եւ 3000-ը իհարկե նշանակում է, որ մենք չենք թիրախավորում ինչ որ կոնկրետ մարդկանց։ Լինելու են էստոնացիները, Էստոնիայում բնակվող մարդիկ, ոչ միայն էստոնացիները, եւ նաեւ շվեդերը եւ ֆիները, որովհետեւ այդ լոկացիայի տարածքը նենց է, որ ինքը շատ մոտիկ է նավերին եւ միշտ ունենում ենք նաեւ հյուրեր Ֆինլանդիայից եւ Շվեդիայից եւ նաեւ Ռիգայից եւ Վիլնյուսից, Լատվիայից եւ Լիտվայից։ Դա ինչը վերաբերվում է մասնակիցներին։ Գործարարների առումով այս պահի դրությամբ արդեն պայմանավորվածություններ ունենք սննդային ցանցերի ներկայացուցիչների հետ, տարբեր շատ ավելի մեծ պահեստների հետ, որտեղից որ խանութներն են գնումներ կատարում։ Մնացածն էլ կախված է ընկերություններից, հայ արտադրողներից։ Օրինակ, երբ որ իմացանք, որ բնական կոսմետիկա է լինելու ներկայացված, կապ հաստատեցինք այդ իրենց հետաքրքրող գործարարների հետ։ Կապի մեջ ենք նաև Էստոնիայի գործարարների միության, Chamber of Commerce ընկերության հետ, որ համախմբում է գրեթե բոլոր Էստոնիայի արտադրողներին
եւ տարբեր ընկերություններին 200-ից ավել։ Աջակցում են նաեւ ինֆորմացիան տեղեկությունը տարածելու հարցում Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը, երկու երկրների դեսպանությունները փորձում ենք նենց անենք, որ այն արտադրողները, այն ընկերությունները, որ ներկայացված են, ունենան այն գործարարների ուշադրությունը Էստոնիայում, որը որ իրենց պետք է։ Այսինքն հայ արտադրողը կարիք չի ունենա ֆիզիկապես գալու, ներկա լինելու ցուցահանդեսին եւ տեղում արդեն օրինակ նմուշ ուղարկելով հնարավոր կլինի ներկայանալու, այո։ Այո, նմուշ ուղարկելով հնարավոր կլինի, հարցնում ենք նաև հնարավորինս շատ ինֆորմացիա արտադրանքի ընկերության մասին, դա թարգմանում ենք էստոներեն եւ մեր աջակիցները, մեր վոլոնտերները նաև ներկայացնելու են տեղում։ Իհարկե իդեալական կլինի, եթե հնարավոր լինի, բայց մենք հասկանում ենք, որ մի քանի շաբաթվա մեջ շատ բարդ է դա իրականացնել եւ նաև հասկանում ենք, որ միգուցե Էստոնիան ամենամեծ ու գրավիչ ու ամենառազմավարական շուկան չէ այդ արտադրողի համար, դրա համար աշխատում ենք անել նենց, որ հնարավորինս փոքր լինի այդ ջանքը, որ պետք է հայ արտադրողը անի, որպեսզի ունենա առաջին կամ ավելի լայն ներկայացում Էստոնիայում։ Եվ դրա հիմքի վրա արդեն հետագայում, երբ որ ստեղծվեն ուղիղ կապեր, ուղիղ հետաքրքրություն, արդեն ինքը հասկանա արդյոք այդ ներդրումը գալու հանդիպելու արժի թե ոչ, բայց իհարկե ունենք նաև դեպքեր, որտեղ որ արտադրողը ունի վիզա, չունի գալու խնդիր, Էստոնիան արդեն իսկ իր ցանկում է որպես էքսպորտի շուկա եւ այդ դեպքում սա իդեալական հնարավորություն է այդ արտադրողների համար գալ եւ ինքները ներկայացնել իրենց ապրանքը։ Դա բնականաբար ամենաարդյունավետն է ու ամենալավն է։ Ունենք նաև դեպք, որտեղ որ արտադրողը հենց ինքը չի կարող գալ, բայց ունի տեղում կամ կողքի երկրներում ներկայացուցիչ, որ իր ապրանքը արդեն ինչ որ քանակով ներմուծել է, եւ այդ պարագայում մենք օրինակ կազմակերպել ենք այն ապրանքների նմուշների լոգիստիկան Էստոնիա, որոնք դեռ ներկայացված չեն, եւ իրենց օֆիցիալ ներկայացուցիչը գալու է եւ ներկայացնելու համ այն ապրանքները, որ ինքը արդեն իսկ ներկայացնում է, համ այն ապրանքները, որոնք որ մենք ենք բերել, իմանալով, աշխատելով եւ արդեն միգուցե իր սկանդինավյան փորձը կիսելով Էստոնիայի բիզնեսմենների հետ, ոնց է աշխատանքը, ոնց է լոգիստիկան, այդ հնարավորություններն էլ ունենք։ Կրեատիվ ենք ինչպես միշտ եւ փորձում ենք նենց անել, որ ներկայացված ընկերությունների քանակը հնարավորինս մեծ լինի, որովհետեւ ինչպես ես ասացի, քիչ է ներկայացված հայկական ապրանքատեսակը ընկերությունները Էստոնիայում, դրա համար ես իհարկե կարող եմ հարյուրավոր էստոնացիների հետ Հայաստանը այցելելուց հետո ասեմ մարդկանց ինչ է դուր գալիս, բայց չէ որ կան ոլորտներ, որտեղ որ վերջնական սպառողը, ասենք, այդ տուրիստը չի։ Օրինակ ես որ հարցնում եմ էստոնացի գործարարներին, իրանք հետաքրքրված են տեքստիլի, շինարարական եւ այլ ոլորտներում, որտեղ որ պետք է սկզբից խոսել եւ հետո տեսնել ձեռք է տալիս արդյոք համագործակցությունը թե ոչ։ Ուզում եմ ասեմ, որ այս միջոցառումը նաեւ հնարավորություն է տալիս այդ առաջին վալիդացիան անել, հա, որ տեսնել, ասենք, որ ապրանքները ել ավելի հետաքրքիր են էստոնացիներին եւ էստոնացի գործարարներին։ Դրա համար այս պահի դրությամբ ոչ մի սահմանափակում չունենք եւ այսպես ասած, ինչքան շատ հասցնենք կազմակերպել, այնքան լավ։ Բայց ընդհանուր առմամբ ինչ հետաքրքրություն եք նկատել Բալտիկ երկրների կողմից հայկական արտադրանքի նկատմամբ եւ օրինակ որ ոլորտները կառանձնացնեիք, որ իսկապես ներուժ կարող են ունենալ Էստոնիայում եւ հարակից երկրներում։ Սննդի ոլորտն է, իսկապես մեր ջրերը եւ այլ առողջարար սնեքերը։ Օրինակ նույն մրգերից, երբ որ մենք մուրաբաներ ենք պատրաստում, մուրաբաները ես կասեի, որ այդքան հետաքրքրված չեն, քանի որ չափից դուրս քաղցր է էստոնացիների համար մուրաբան եւ իրենք սովորեն ավելի շատ ջեմի, ես որ ներկայացնում եմ հերթական մուրաբան, որովհետեւ բնականաբար մենք սիրում ենք, դա մեր ապրանքատեսակներից մեկն է, որը որ երկար է պահպանվում, հարմար է էքսպորտ անել եւ այլն։ Ինձ ասում են Փիրուզա ջան, այս որ ասենք մի բանկայի մեջ 3 հատ ծիրան, այդ ծիրանը ես ոնց կսեմ հացի վրա եւ իհարկե կլինեն սիրահարներ միանշանակ, բայց եթե խոսում ենք, ասենք, էստոնացիների համային
պալետի մասին, ես կասեի, որ բնական ջրերը այո, շատ քաղցր մուրաբաները ոչ այդքան։ Օրինակ չկա այստեղ նաև տենց կոմպոտի մշակույթ։ Այսինքն իրանք, ասենք, եթե Հայաստանում են, հետաքրքիր է, սրճարաններում փորձում են, բայց այստեղ ավելի շատ իրենք մաքուր ջուր են խմում։ Այդպիսի պետք է շուկան ուսումնասիրել ու հասկանալ եւ սննդի առումով ես կարող եմ ինչ-որ հետադարձ կապ տալ, օրինակ համեմունքները, ջրերը, գինիները, այդ ամեն ինչը հետաքրքիր է։ Ինչու՞ չէ նաև տարբեր ջրերից բացի սուջուխը ու տարբեր քաղցրավենիքները, որ մենք պատրաստում ենք պոպոքի եւ մրգի համադրությամբ։ Կատնամթերքը Էստոնիայում է շատ որակով եւ իրենք նախընտրում են այդ շուտ փչացող ապրանքների դեպքում օգտվել էստոնական արտադրողի ապրանքներից։ Դրա համար օրինակ իմաստ չունի կաթնեղին ինչ որ բաներ բերել։ Գնահատում են հայկական դիզայնը, հայկական զարդերը, հայկական շորերը, հայ դիզայներների խանութներ են այցելում, երբ որ գալիս են Հայաստան, հատուկ ինձ հարցնում են լինելու են ներկայացված թե չէ, աշխատում ենք այդ ուղղությամբ, ձեռքի աշխատանքի զարդեր, բնական կոսմետիկա։ Եթե ինչ-որ ընդհանրացնենք, եթե մենք սպառողների մասին ենք խոսում, բնական ու վստահելի, վստահություն ներշնչող ապրանքներն են հետաքրքիր, կոսմետիկա, դիզայն, սննդի պրոդուկտներ, իսկ մնացած բիզնեսների առումով, ճիշտն ասած, այդ ուսումնասիրությունը ես դեռ անում եմ, ինչպես ասացի, տեքստիլ, շինարարություն, դա առաջի թեմաներն են, որ բարձրաձայնել են, բայց դեռ քանի որ իմ ոլորտը չի, շատ խորը չեմ ուսումնասիրել, չեմ կարող հստակ ասել կա արդյոք հնարավորություն այդ ոլորտներում թե ոչ։ Տիկին Հարությունյան, իսկ ինչ միջոցներով է կազմակերպվում այս ցուցահանդեսը, արդյոք նաև կա պետական աջակցություն այս նախաձեռնությանը։ Էստոնիայի պետական աջակցությունը ունենք, Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը հոգում է գրեթե բոլոր կազմակերպչական ծախսերը։ Դա տարածքի վարձակալությունն է, անվտանգության ապահովումն է, տեխնիկայի վարձ եւ այլն։ Նաև իրենք օգնում են, ինչպես նշեցի, տարածել ինֆորմացիան, կապի մեջ ենք նաև Հայաստանի դեսպանի հետ եւ փորձում ենք կազմակերպել, որպեսզի քանի որ արտգործ նախարարը Էստոնիայի հենց ինքը գալու է եւ բացելու է միջոցառումը, իհարկե շատ ցանկալի կլիներ, որ Հայաստանի կողմից էլ ունենանք ներկայացուցիչներ, այդ թվում նաև օրինակ туриզմի կոմիտեից աշխատակից, որ կներկայացներ Հայաստանը որպես туриզմի հետաքրքիր վայր։ Ամեն դեպքում մենք դա անելու ենք, նույնիսկ եթե չստացվի կազմակերպել հենց կոմիտեի ներկայացուցիչ, բայց կարծում եմ, որ այսպես ասած ուժերի բալանսավորման համար նաև լավ կլինի, եթե Հայաստանից էլ ունենանք պետական մակարդակի մասնակցություն։ Այդ ուղղությամբ այս պահին աշխատում ենք։ Եթե ճիշտ եմ նկատել, այս նմանատիպ ցուցահանդեսը առաջին անգամ է անցկացվելու Էստոնիայում նման մասշտաբի, ինչով է պայմանավորված Էստոնիայի կողմից նման ակտիվությունը Հայաստանի նկատմամբ, միգուցե սա նաև պայմանավորված է, որ վերջին շրջանում մենք առաջին անգամ դեսպանատուն նաև ունեցանք Էստոնիայում։ Այո, բոլոր իրադարձությունները իրար հետ ուղիղ կապ ունեն։ Էստոնիան, ինչպես նաև շատ ուրիշ Եվրամիության անդամ երկրներ, աջակցում է Հայաստանին եւ այդ աջակցությունը, ինչպես նշեցիք, դեսպանության տեսքով տեղի ունեցավ, 2 ամիս առաջ բացվեց Էստոնիայի դեսպանությունը Հայաստանում եւ չի եղել երբեք։ Դա իսկապես առաջին անգամ էր։ Եվ երբ որ էստոնացի դիվանագետները, էստոնացիները նկատեցին այն իրադարձությունները, ինչ որ լուսաբանվում էր Էստոնիայում, ընտրությունների մեջ Ռուսաստանի խառնվելը, տարբեր սանկցիաներ կիրառելը, իրենք Ռուսաստանի հարևանն են եւ միշտ այդ վտանգը իրենց վրա զգում են եւ արդեն տարիներ շարունակ 4 տարուց ավել իրանք աջակցում են շատ ամենօրյա մակարդակով Ուկրաինային եւ ուկրաինացիներին 2008 թվականին մեծ աջակցություն ցուցաբերեցին հենց
հենց միանգամից նույն պահին Վրաստանին եւ ես կարծում եմ իրենք տեսնում են նմանություններ, երբ որ դու փոքր ազգ ես, երբ որ գեոպոլիտիկ իրավիճակը միշտ չի որ քո կողմից է եւ բնականաբար իրենք հասկանում են, որ Հայաստանը փակ երկիր է եւ դժվարությունների մեջ է եւ չնայած կարծրատիպին, որ էստոնացիները դանդաղ են, երբ որ պահը քրիտիկական է, նրանք շատ արագ են արձագանքում եւ սա կարծում եմ վառ օրինակ է, որովհետեւ Էստոնիան Եվս նենց երկիր է, որտեղ որ պետական որոշումները ժամանակ են պահանջում, բայց երբ որ մենք քննարկեցինք եւ այս էքսպոյի առաջարկը ներկայացվեց, հատուկ կառավարական որոշումով 2 օրվա ընթացքում նա հաստատվեց։ Դա աննախադեպ էր ու ես իմ կողմից պարտավորված եմ զգում, որ եթե Էստոնիան այդպիսի աջակցություն է ցուցաբերում, մենք մեր կողմից ես անձամբ պետք է անեմ ամեն ինչ, որպեսզի այս ցուցահանդեսը հաջողվի։ Ինչ եք կարծում, նմանատիպ նախաձեռնությունը արդյոք կարող է նաև ապագայում օգնել հայ արտադրողներին դիրքավորվելու Էստոնիայի շուկայում կամ սկանդինավյան շուկայում։ Դա հիմնական նպատակն է եւ բոլոր ջանքերը, որ այս պահի դրությամբ մենք անում ենք, այդ ուղղությամբ են։ Շատ մեծ հույսեր ունեմ, որ տենց էլ կլինի։ Եվ այս ամենին զուգահեռ իհարկե գիտենք, որ Հայաստանը սկսել է դիվերսիֆիկացնել իր արտահանումները, արտահանման ուղղությունները եւ արդեն տեսնում ենք, որ որոշ հայկական ապրանքներ հայտնվում են եվրոպական շուկաներում։ Ինչ եք կարծում, Բալթյան տարածաշրջանը եւս պատրաստ է ընդունելու հայկական արտադրանքը, ինչ տրամադրվածություն եք տեսնում։ Տրամադրվածությունը այսօր ավելի լավն է, քան երբևէ, եւ շուկան որպես այդպիսի շատ բաց է, то есть խոչընդոտներ չկան։ Կարելի է գալ։ Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանը նաև, եթե ճիշտ եմ հասկացել լուրերը կարդալուց, աջակցելու է արտադրողներին լոգիստիկ խնդիրները լուծելու պարագայում, լիցենզավորման խնդիրների հետ կապված, կարծեմ արդեն կան սուբսիդավորումներ եւ այլն։ Այդ ամենը շատ կարեւոր է, որպեսզի այդ դիվերսիֆիկացիայի process-ը արագացնել։ Բայց ի վերջո գալու է մի կետ, երբ այդ ամենը չի լինելու։ Եվ այստեղ շատ կարեւոր է, որպեսզի նույն շուկայի ուսումնասիրությունը ապրանքի արժեքը, բիզնեսի ծախսերը օպտիմիզացնելը, հարաբերություններ ստեղծելը, այդ ամեն ինչն է, որ կարողանում են օգնել ստեղծել շարունակական եւ viable, ասենք կյանք ունեցող գործունեություն այս երկրներում։ Այս պահի դրությամբ, ինչպես ասացի, շուկան բաց է, մարդիկ աջակցելու ցանկություն ունեն եւ ես խորհուրդ կտայի հայ գործարարներին եւ արտադրողներին միգուցե չողջևորվել այդ առաջի ալիքի հետաքրքրությունից, որովհետև իսկապես բաց կոնկուրենցիա է եւ երբ որ գա այն պահը, երբ որ չեն լինելու սուբսիդավորումներ կամ այդպես աջակցության նախաձեռնություններ, այդ ժամանակ արդեն բաց շուկայի պայմաններն են աշխատելու, դրա համար ապրանքի որակը, հարաբերությունները, լոգիստիկայի խնդիրի օպտիմալ լուծումը եւ ընդհանուր ծախսերի օպտիմիզացիան, կարծում եմ դրանք շատ կարևոր հարցեր են, որ դիվերսիֆիկացիայի հետ մեկտեղ, եթե լուծված չի, պետք է լուծել, որպեսզի իրոք շատ երկարատև լինի։ Եվ Էստոնիան իսկապես ավելի նորդիկ, այսինքն ինքը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի էլ նորդիկ երկիր է համարվում, եւ դա հայտնի փաստ է, որ բավականին բարդ է մտնել այդ շուկա, բայց երբ որ դու արդեն կաս այդ շուկայում եւ ստեղծել ես կապեր եւ լավ հարաբերություններ, մեկ օրվա մեջ նրանք չեն վերջացնի այդ հարաբերությունները, նույնիսկ եթե խնդիրներ լինեն, կփորձեն լուծեն, խոսան, ուզում եմ ասեմ, որ եթե կա հետաքրքրություն այս ռեգիոնի նկատմամբ, հաստատ արժե այդ առաջին ջանքերը անել, որպեսզի հայտնվել, որովհետև իսկապես մարդիկ լոյալ են, գործարար ընկերությունները վստահելի եւ կասեի, որ երբ որ արդեն առաջին ջանքերը ու ուժերը ուղղված են, որպեսզի այդ համագործակցությունը կայանա, հետագայում գլխացավանքը արդեն
չկա, կամ այդքան շատ չի, ինչքան միգուցե ուրիշ շուկաներում իմ փորձից ելնելով։ Եվ վերջում, երբ է անցկացվելու ցուցահանդեսը եւ մինչեւ երբ կարող են արտադրողները դիմել մասնակցության համար։ Ցուցահանդեսը անցկացվելու հուլիսի 3-ին եւ 4-ին կարող են դիմել մինչեւ վերջի օրն էլ կարող են դիմել ուղղակի այն մարդիկ մեր համայնքի անդամները, շատ շնորհակալություն իրենց, որոնք որ կարողանան տեղափոխել ապրանքները իրենց հետ Հայաստանից Էստոնիա, կարծեմ վերջինը ամսի 30-ին է գալու, չնայած էլի ման են գալիս, դες կարող է խնդիր լինի հենց նմուշների տեղափոխելու հետ կապված, բայց այդ պարագայում հնարավոր կլինի ինֆորմացիա տարածել, մենք ստեղ կտպենք, կներկայացնենք, դրա համար սահմանափակում չէ ուզի դնել, մինչև ամսի 3-ն էլ կարող եք կապնվել, հաստատ կգտնենք տարբերակ ձեր ապրանքատեսակը կամ ծառայությունները ներկայացնելու համար մեր ցուցահանդեսին։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Շնորհակալություն։ Մենք կապ էինք հաստատել Էստոնիայի եւ ես զրուցում եի Էստոնիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Փիրուզա Հարությունյանի հետ։ Կհանդիպենք։